Բարի երեկո, իմ լավ հետևորդներ ջան, ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, երեկոյան ժամը աղջիկս հյուր ա եկել մեր տուն, թորնիկներիս հետ ա, որոշեցինք, որ այսօր պատրաստենք հալվա, պատրաստում ա Վարդուհիս, ասի ես էլ նկարեմ, դուք էլ տեսնեք, շատ լավ հալվա է պատրաստում, տնական հալվա։ Ինչ ենք անում, նախապես բովում ենք, հա, պետք է լավ կարմրացնենք, թե ուղղակի կարմրացնենք, շնչուրը կավելացնենք։ Հալվան պատրաստելու ենք յուղով, այս յուղը ժողովուրդ ջան, դուք տեսած կլինեք հոլովակում, որ ես ասացի յուղ եմ առել, դեռ չենք էլ օգտագործել, մի փոքր ենք կողքից վերցրել, լավ յուղ ա երևում, հիմա այս յուղով պատրաստում ենք հալվա։ Ժողովուրդ ջան, լույսերն էլ գնաց մեզ մոտ, անջատվեց հոսանքը, հիմա հեռախոսի լույսի տակ հալվա ենք պատրաստում, չէ Արամիկ ջան, Արամիկս օգնության հասավ, տատիկին ու մամայի, տեսնենք շուտ կգա լույսերը, թե չէ, հետաքրքիր է, չէ, փողոցում լույս կա, բայց տունը լույս չկա։ Միացրա, լավ չի, որ եկավ հոսանքը, երեխեքը տխրեցին, որ հոսանքն եկավ, ասում ասենց թող մնա, ասենց լավ ա, կկտրվենք, Էլենն ասում ա կկտրվենք հեռախոսից, այդի ճիշտ ես ասում Էլեն ջան։ Ես ես ալյուրի բողացի հոտը զգում եմ, բայց ալյուրը դեռ չի կարմրել։ Արամիկ ջան։ Այստեղ չէ խավեց։ Նարի ձեզ բաժանշակվեք իդում, նալիքին։ Ոնց որ արդեն ուզում ա մի փոքր գույնը փոխել ալյուրի, պիտի էլի բովենք հա Վարդուհի։ Չէ, բավական։ Բացենք թոցուխը մաքրվի։ Տես լավ խառնում ես, որ գնդիկներ չմնա ալյուրի։
Նորից դրեցինք գազօջախին։ Այս լավ յուղ է երևում։ Հարգելի հետևորդներ ջան, հələ տեսեք։ Չէ, լավն է։ Հենց յուղը լցրեցի մեջը, գույնը փոխեց ալյուրի։ Հիմա լցնում ենք շաքարավազը, նորից դնելու ենք կրակի։ Կրկին մի փոքր շաքարավազ ավելացրեցինք։ Արդեն պատրաստ է հալվան, կրակից վերցրել ենք։ Հիմա պետք է լցնի այս ափսեների մեջ։ Ինչ ենք վերցրել, նայեք, կիսախոր ափսե ենք վերցրել, որ կողքից յուղը չթափվի։ Քթալի օգնությամբ սիրուն հարթեցնում ենք։ Հիմա պետք է յուղ դուրս տա, հա, վրեն։ Ուրեմն նայեք, հարգելի հետևորդներ ջան, արդեն լցրել ենք ամանի մեջ, հարթեցրել ենք, սառելու ընթացքում յուղը դուրս է տալ երեսը։ Քարանում է, ու արդեն պատրաստ է լինում հալվան։ Ջուր չենք խառնել ընդհանրապես, ալյուր, յուղ եւ շաքարավազ։ Հիմա այլ ընկույզով զարդարում է բարդույից։ Ես արել եմ մի անգամ տրնդեզիներ, հարգելիներս դուք էլ տեսած կլինեք իմ հոլովակում, այսպես լավ չէր ստացվել, ալյուրի գնդիկներ կար մեջը, բայց բարդույից այնքան լավ խառնեց, որ ալյուրն ու յուղը միասին մի հատ գնդիկ մեջ չկա, ընդհանրապես ալյուրի գնդիկ չէր եղած։
Յուղի բերանն էլ ծածկենք, տանենք դնենք իր տեղը։ Սա էլ մնա, էլի հաջորդ անգամ գաս Վարդուհի ջան, էլի տենց համով հալվա կպատրաստես։ Տնական հալվա, հարգելի հետևորդներ ջան, սա կոչվում է տնական հալվա։ Վերջացրեցինք հալվան։ Նայեք, տեսեք ինչ շքեղ տեսք ունի, դե համի մասին էլ խոսք չկա, դեռ չենք փորձել, պետքա սառելուց հետո նոր դանակով կձևենք, կկտրենք, կհամտեսենք, հարգելի հետևորդներ ջան, իդեպ ուզում եմ ավելացնեմ, ովքեր ուզում են նիհարեն, կարող են պատրաստել այս հալվայից, եւ սա լավ միջոց է նիհարելու համար, ինձնից սկսած իհարկե, դե սա հումոր էր, լուրջ չընդունեք, ժողովուրդ ջան, բայց շատ լավ է ստացվել, ապրի իմ աղջիկը, ապրես Վարդուհի ջան։